Արարատի մարզի Դարակերտ համայնքի Դավիթ Լադոյանի անվան միջնակարգ դպրոցը զբաղեցնում է 1830 քառակուսի մետր տարածք, նախատեսված է 250 աշակերտի համար, սակայն ներկայումս այստեղ սովորում է 280 աշակերտ, այդ պատճառով դասերը կազմակերպվում են 2 հերթով։ 44 տարվա պատմություն ունեցող այս դպրոցն իր խնդիրներով չի տարբերվում մյուս համայնքների խնդրաշատ դպրոցներից, բայց ի տարբերություն մյուսների, այս դպրոցում իրականացված շինարարական աշխատանքների շնորհիվ հաստատության տեսքն էապես փոխվել է, եւ սա շնորհիվ կառավարության կողմից տրամադրված գումարների։ Շինարարական աշխատանքները սկսվել են 2012 թվականից, առաջի փուլում հատկացվել է 19 միլիոն, որի արդյունքում կատարվել է երկրորդ հարկի պատուհանների փոխում եւ նիստերի դահլիճի եւ սպորտ դահլիճի տանիքի վերանորոգում։ Երկրորդ փուլը 25 միլիոն հատկացվեց 2013 թվականին ջեռուցումը վերականգնելու։ Այս տարի ուրեմն հատկացվել է մոտ 15 միլիոն դրամ, որի արդյունքում ամբողջովին հիմնական վերանորոգվել է սպորտ դահլիճը, որը երկար ժամանակ այդպես մնացել էր խորհրդային տարիներից։ Կարելի ասել դա կառավարության կողմից շատ լավ այսպես նվեր էր Դարակերտի աշակերտներին։ Մնացած գումարները տրամադրվել առաջի հարկի պատուհանների փոխմանը։ Մուշեղ Վիրայբյանը գոհ էր կատարված աշխատանքներից, սակայն չանտեսեց նաև խնդիրները։ Առաջի հարկի եւ երկրորդ հարկի միջանցքների փոխում, դասասենյակների մանրահատակի եւ պատերի հարդարում, դասասենյակների դռները երբևիցե չի փոխվել։ Սան հանգույց ունենք, բայց դա երկար ժամանակ չի կարող ծառայել։ Նիստերի դահլիճը ես էլի ժամանակին կարողացա որոշակիորեն վերանորոգել։ Հիմա նույնպես նիստերի դահլիճը վերանորոգման լուրջ կարիք ունի։ Պարոն Վիրաբյանի ակնկալիքները կառավարությունից մեծ են։ Նա հույս ունի, որ նոր տարում կշարունակվեն դպրոցի վերանորոգման աշխատանքները, իսկ 2015-16 թվականներին ուսումնական տարին աշակերտական եւ ուսուցչական կազմին կներկայանա նորովի ու բարեփոխված։ Լուսինե Փիլոյան, Գեղամ Նահապետյան, լուրեր։